Ողջույն Oriflame-ի խորհրդատուներ։ 15-րդ կատալոգի առաջին պատվերի հետ միասին դուք հավանաբար ստացել եք այս գիրքը եւ ձեզ մոտ հարցեր են ծագել։ Էս ի՞նչ է։ Նոր կատալոգ է։ Ոնց սովորական կատալոգը չի լինելու։ Ինչ անեմ հիմա այս ժուրնալի հետ։ Ուրախությամբ ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը Oriflame-ի նոր գեղեցկության գիրքը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպիսին է գեղեցկությունը Oriflame-ի պատկերացմամբ։ Իսկ հիմա առաջարկում եմ հասկանալ, թե ինչպես է պետք աշխատել գրքի հետ առավել արդյունքի հասնելու համար։ Վաճառքների այս նոր գործիքը հիանալի ներկայացնում է մեր ստրատեգիան եւ մեր առաջարկը շուկայում։ Իդեպ եկեք հիշենք այն։ Շվեդիայում մշակված նորարարական կոսմետիկ միջոցներ, մաշկի խնամքի, առողջ ապրելակերպի եւ նորաձև կերպարների հանրություններ, ուսուցողական միջոցառումներ, օնլայն հանդիպումներ եւ սեմինարներ եւ իհարկե անմոռանալի ուղևորություններ եւ ճանապարհորդություններ։ Գեղեցկության մեր նոր գիրքն էլ հիանալի ներկայացնում է մեր գեղեցկության եւ բիզնես առաջարկները ձեր պոտենցիալ սպառողին կամ ապագա գործընկերոջը։ Պատահական չէ, որ գիրքը կոչվում է հենց գեղեցկության գիրք, որովհետև հիմքում ընկած է հենց գեղեցկություն հասկացողությունը, որը տարիների ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Եթե առաջ գեղեցկություն ասելով հասկանում էին միայն արտաքինը, վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք մտածում գեղեցկության որպես համալիր մոտեցման մասին, որը արտացոլվում է ներքինի եւ արտաքինի ներդաշնակությամբ։ Եվ այս պարագայում առաջին պլան են մղվում մաշկի խնամքի եւ առողջ ապրելակերպի ապրանքները, որոնք եւ ավարտվում են դեկորատիվ կոսմետիկայով եւ նորաձև աքսեսուարներով։ Հենց այդ պատճառով էլ գեղեցկության մեր նոր գրքում կա 3 հիմնաքար։ Դա մաշկի խնամքի մեր շարքերն են, մասնավորապես Novage-ը եւ Eco Beauty-ն, Wellness մեր առողջ ապրելակերպի ապրանքանիշն է եւ իհարկե Oriflame-ի ակտիվ հանրություններն են, որտեղ հավաքված են համախոհներ, մարդիկ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները եւ նույն ձգտումները։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչից է բաղկացած գիրքը։ Գրքում տեղակայված հոդվածները կարելի է բաժանել 3 հիմնական մասի։ Հոդվածներ, որոնք ձևավորում են բրենդի ընկալումը։ Այստեղ մենք շոշափում ենք հետևյալ թեմաները. ներքին եւ արտաքին գեղեցկության կենսակերպի կարեւորություն։ Մենք փորձագետ ենք մաշկի խնամքի եւ wellness կենսակերպի նորարարական արտադրանքում։ Oriflame-ի բիզնես հնարավորությունների ու Oriflame-ի առաջնորդի կենսակերպի մասին։ Oriflame-ի հանրություններ, մեծ հետ հեշտ է եւ հետաքրքիր, միջոցառումներ, տրեյնինգներ, շփում։ Երկրորդը՝ տեղեկատվություն հաջողակ վաճառքների համար։ Այստեղ մենք անդրադառնում ենք հետևյալ թեմաների. փորձագետների հոդվածներ մաշկի խնամքի եւ առողջ ապրելակերպի մասին, հոդվածներ մեր արտադրանքի ունիկալության մասին, հպարտության փաստեր ապրանքների եւ արտադրության մասին։ Եվ երրորդը՝ ամսագրային ձևաչափի ուսուցողական հոդվածներ։ Թեմաներն են. քաշի կորուստ, առողջ սնունդ ընտանիքում, ինչպես մաշկի խնամքը տնային պայմաններում առավել արդյունավետ դարձնել, գեղեցկության գաղտնիքները հայտնի մոդելներից եւ այլն։ Գրքի հետ աշխատանքը սկսեք հետևյալից։ Դարձեք գրքի առաջին ընթերցողը, քանի որ դուք պետք է ամբողջությամբ տեղեկացված լինեք գրքում առկա բոլոր հոդվածներից։ Ընտրեք եւ առանձնացրեք այն հոդվածները, որոնք հետաքրքիր են ձեզ եւ որոնք կարող են օգտակար լինել ձեր սպառողի կամ ապագա գործընկերոջ հետ աշխատանքի ժամանակ։ Տեսանելի էջանշաններ արեք, քանի որ դրանք եւս մեկ անգամ ուշադրություն են գրավում եւ կարող են հաղորդակցության առիթ դառնալ։ Եվ ամենավերջինը եւ կարեւորը, ձեռք բերեք 10 գրքից եւ 10 կատալոգից ոչ պակաս։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է պետք համադրել կատալոգի եւ գրքի հետ աշխատանքը, եթե դու խորհրդատու վաճառող ես, հրավերք անող մենեջեր ես կամ առաջնորդ ես։ Եթե դու խորհրդատու վաճառող ես եւ ունես նախօրոք պլանավորված հանդիպում հաճախորդի հետ, օնլայն կամ օֆլայն, պետք է նախօրոք ունենալ էջանշաններ գրքի այն էջերում, որոնք առավել հետաքրքիր կլինեն ձեր զրուցակցին։ Առաջին հանդիպման ժամանակ պետք է սկսել պատմել Oriflame-ի նոր գրքի մասին։ Օրինակ,
Հիմա ես քեզ ցույց կտամ կատալոգը, բայց սկզբում ուզում եմ պատմել քեզ Oriflame-ի նոր գրքի մասին։ Ինձ թվում է քեզ կհետաքրքրի այս հոդվածն այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է թողնում ֆիթնեսը մաշկի վրա։ Ինձ դուր է եկել տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես խուսափել սխալներից մանկական սննդում։ Հետո աչքի անցկացրու, երբ ժամանակ կունենաս, ես կթողնեմ գիրքը քեզ մոտ։ Երկրորդ հանդիպման ժամանակ տվեք նայել կատալոգը։ Նշեք 2-3 հիմնական ապրանքի մասին, որոնց վրա պետք է ձեր հաճախորդը ուշադրություն դարձնի։ Պայմանավորվեք ժամանակի մասին, երբ դուք ետ կվերցնեք գիրքը եւ կատալոգը։ Եվ այդ հանդիպման ժամանակ հարցրեք, թե ինչն է հատկապես հետաքրքիր գրքում։ Իդեպ գրքում ինձ համար շատ օգտակար էր ինչպես պատրաստել առողջ ու պարզ նախաճաշ ամբողջ ընտանիքի համար հոդվածը, անպայման կարդա հետո։ Ուրախ եմ, որ քեզ հետաքրքրում է էկոլոգեն հավաքածուն բույսերից հողունային բջիջներով։ Դա լավագույնն է, ինչ կարող ես ընտրել քո մաշկի համար։ Իդեպ, անպայման գրքում կարդաց հողունային բջիջներ, ինչպես է այն աշխատում հոդվածը։ Իրավիճակ համար 3։ Եթե դու խորհրդատու վաճառող ես եւ ուզում ես արթնացնել քնած խորհրդատուներին, սկսեք գրքի մասին պատմությունից։ Օրինակ, մեզ մոտ թողարկվել է Oriflame-ի նոր գիրք, այնտեղ այնքան շատ են հետաքրքիր հոդվածները, ինձ հատկապես դուր են եկել սրանք, ես կթողնեմ այն քեզ մոտ։ Հրավիրեք գրքի պրեզենտացիային ձեր գրասենյակում եւ գիրքը փոխանցելիս գրքին ամրացրեք նաեւ մաշկի խնամքի սեսիայի 2 հրավիրատոմս։ Մյուս հանդիպմանն արդեն փոխանցեք կատալոգը։ Հարցրեք, ինչն է հետաքրքիր գրքում։ Իրավիճակ համար 4։ Եթե դուք խորհրդատու վաճառող եք եւ անցկացնում եք մաշկի խնամքի սեսիաներ, պետք է դիմավորել հյուրերին գրքով, խնդրել նրանց թերթել այն, մինչ բոլորը կհավաքվեն։ Սեսիան անցկացնելիս պետք է հղում կատարել գրքին։ Այն ժամանակ, մինչ հյուրը սպասում է անհատական խորհրդատվությանը, գրքին տվեք նրան թերթել գիրքը։ Ավարտին, ձեր հյուրերի ուշադրությունը գրավեք նաև բյութի կատալոգին, նշեք 2-3 հիմնական ապրանքներ եւ տվեք կատալոգը նրանց։ Իրավիճակ համար 5։ Եթե դուք խորհրդատու վաճառող եք եւ անցկացնում եք դեկորատիվ կոսմետիկայի մաստեր կլաս, առաջարկեք թերթել բյութի կատալոգը, այն պետք է հաճախորդի ձեռքում լինի ամբողջ մաստեր կլասի ընթացքում։ Նախորոք առանձնացրեք կամ էջանշեք այն ապրանքները, որոնք օգտագործել եք մաստեր կլասի ընթացքում։ Դիմահարդարման ընթացքում հաճախորդի ուշադրությունը հրավիրեք մաշկի խնամքի անհրաժեշտության վրա եւ պատմեք գրքի մասին։ Նշեք այն հոդվածները, որոնք հետաքրքիր են ձեզ կամ ձեր կարծիքով կհետաքրքրեն հաճախորդին։ Վերջում առաջարկեք նայել գիրքը։ Իրավիճակ համար 6։ Եթե դուք հրավեր կանող մենեջեր եք եւ ունեք Oriflame-ի հնարավորությունների շնորհանդես, պետք է բաժանել գիրքը բոլորին, մինչ հյուրերը հավաքվում են։ Շնորհանդեսի առաջին մասում ընկերության մասին պատմելիս ցույց տալ գիրքը, շեշտել, որ Oriflame-ի բոլոր հնարավորությունները եւ ընդհանուր պատկերացումը Oriflame-ի մասին կարելի է կազմել գրքի օգնությամբ։ Առաջարկել թերթել գիրքը շնորհանդեսի ավարտին։ Պետք է նաև պատմել կատալոգի մասին, ինչպես եւ նախկինում էինք անում, եւ հարցնել վերջում, թե ինչն է հետաքրքիր գրքում։ Իրավիճակ համար 7։ Եթե դուք հրավեր կանող մենեջեր եք եւ ունեք նոր ռեկրուտների ուսուցում, ապա պետք է հարցնել, արդյոք կարդացել են գիրքը Oriflame-ի հնարավորությունների շնորհանդեսից հետո եւ հատկապես ինչն է հետաքրքրել իրենց։ Ավանդական հաջողակ մեկնարկ կամ քայլ 1 կամ ցանկացած այլ տրեյնինգի ժամանակ ներառեք մաս, որը պատմում է գրքի մասին։ Չենք մոռանում նաև մեծ ուշադրություն դարձնել Oriflame-ի կատալոգին։ Իրավիճակ համար 8։ Եթե դուք առաջնորդ եք եւ իրականացնում եք թիմի հետ մշտական աշխատանք, ապա պետք է կազմակերպել եռամսյակային օֆլայն կամ օնլայն հանդիպումներ գրքի թողարկմանը։ Մենեջերների միջև պետք է բաժանել գրքի հոդվածները, որոնցով նրանք ելույթ կունենան։ Միջոցառումների ժամանակ կարևոր է նաև ուշադրություն դարձնել բյութի կատալոգի թողարկումներին, դեկորատիվ կոսմետիկայի, աքսեսուարների եւ բույրերի նորույթներին։ Եվ պետք է հիշել, որ ընկերության մենեջերները պետք է փորձագետներ լինեն wellness եւ no-veg ապրանքանիշներում։ Դրա համար նրանք պետք է ուշադրություն դարձնեն գրքի հոդվածներին, որոնք էլ կօգնեն նրանց այդ հարցում։ Ուշադիր եղեք, որպեսզի մենեջերները կարդան գրքի հոդվածները եւ կարողանան պատմել դրանց մասին։ Հիշեցնեմ նաև, որ գեղեցկության գիրքը կա նաև օնլայն տարբերակով, որը կարող եք գտնել մեր պաշտոնական կայքեջում։ Ճանապարհը հետևյալն է։
Այժմ պարզ է, որ գեղեցկությունը որպես կենսակերպ գիրքը ձեր նոր գործիքն է մեծ վաճառքներ եւ նոր ռեկրուտներ ունենալու համար, ինչը եւ ձեզ մաղթում է։